Եվ այս առումով ես մի փոքր տարակուսած եմ, թե ինչի հիման վրա է Նիկոլ Փաշինյանի վստահությունը, որ խաղաղությունը լինելու է, որովհետև խաղաղություն ասածը ոչ թե ցանկություն է միայն, այլ նաև որ դու ուզում ես, եւ որ ոչ մեկը չի ուզում պատերազմ, բայց դա կախված է երկու կողմի ցանկություններից։ Այն, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակում է մնալ հայատյացության դիրքերում եւ ամբողջ պաշտոնական քաղաքականությունը հիմնված է ըստ էթնիկ հայերի, ատելության հիման վրա, դրա ցայտուն վկայությունը Բաքվի դատավարությունն է, որտեղ տեղի է ունենում հրապարակային պատժիչ գործողություն եւ մարդկանց դատում են զուտ այն բանի համար, որ իրենք էթնիկ հայ են։ Էլ չեմ խոսում արդեն ռազմագերիների մասին, որոնք այդպես էլ չվերադարձվեցին, չնայած պայմանավորվածություն։ Այսինքն Ալիևի ռեժիմը չի տալիս եւ չի տվել որևէ հիմք վստահ լինելու, որ ինքը հակված է խաղաղության եւ այս գործընթացը, բանակցությունների գործընթացը չի օգտագործելու որպես միջոց Հայաստանի նկատմամբ ճնշումները մեծացնելու։ Այսինքն հիմա մենք միջև որ տեղն ենք գնալու ճնշումներին, ենթարկվելու ճանապարհը որպես խաղաղության գրավական, դա ես կարծում եմ ի սկզբանե արդեն դատապարտված է, որովհետև արդեն եթե պահանջում են սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, չգիտեմ, միջազգային այն կառույցը, որը բացարձակապես նկատի ունեմ ԵԱՊ Մինսկի խումբը եւ նախագահությունը, որը բացարձակապես միայն պետք է ստեղծվել է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով եւ ըստ էության Ալիևի ռեժիմը ուժային մեթոդով խախտելով Հելսինկյան բոլոր սկզբունքները, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, ասում է, որ ինչ խաղաղ կարգավորում, ես ուժով լուծեցի հակամարտությունը եւ բռնի էթնիկ զտման ենթարկեցի։ Այսինքն այս պարագայում ինձ համար բոլորովին անհասկանալի է, թե չասեմ հիմնավոր չեմ համարում նման ուրեմն պնդումը, որ խաղաղություն է լինելու։ Այլ բան է, որ խաղաղության համար դու պետք է իրապես ռեսուրսներ կուտակես դիմագրավելու համար Ալիևյան ռեժիմի հետագա եւ հնարավոր եւ իրական սպառնալիքները, որովհետեւ հենց հանդիսանում է առնվազն 250 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումը, շարունակական օկուպացումը։ Այսինքն այստեղ խաղաղության պետք է երևի ազնիվ լինել ասել, որ մենք չենք տրվելու որևէ պրովոկացիայի, որ պատերազմական գործողությունները չվերեսկսվեն, բայց այդ դեպքում ուրեմն մենք ինչ ենք անելու պրովոկացիաների, սադրանքների, շարունակականության դեպքում շարունակելու ենք չարձագանքել կամ վիճարկել, թե ինչ որ ձևով պետք է նաև հակադարձել, ես չեմ ասում, որ բան անել, բայց հակադարձել, ցույց տալ, որ եթե փորձեն հերթական անգամ սադրանք, ապա բավական ցավոտ կլինի ուրեմն պատասխանը։ Սա նշանակում է նաև միջազգային ատյաններում դու պետք է բավական շատ լուրջ հետևողական դիվանագիտական աշխատանք կատարես։ Այսինքն հիմա եթե մենք հայտարարում ենք, որ ժողովրդավարական որպես պետություն ենք, եւ դա է մեր ուղին, եւ դրա վերաբերյալ ամրագրումներ անում ենք Եվրոմիության անդամության գործընթացի մասին օրենքը ընդունումը, չգիտեմ, միջազգային այլ կառույցների հետ իրապես համագործակցություն, բայց կներեք այդ դեպքում մի հատ հարց, ինչ ենք անում Կրեմլում։ Հենց դա էր, պարոն Սաքունց, Մոսկվա այցը մենք ինչ համատեքստում դիտարկենք, արդյոք սա կարելի է համարել հնարավոր ռիսկերի կառավարման համատեքստում, այսինքն Փաշինյանը գնացել է, որպեսզի այդ հնարավոր ռիսկերը կառավարի, թե Ռուսաստանից եկող, թե Ադրբեջանից եկող, թե այնուամենայնիվ գնացել է, որպեսզի նաև Ռուսաստանի աջակցությունը ունենա կամ ստանա, որպեսզի Բաքվին, Ալիևյան ռեժիմին հակեն դեպի խաղաղություն այդ համաձայնագրի ստորագրում։
Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել մի փաստի վերաբերյալ, որի անմիջական պատասխանատուն հենց վարչապետն է ինքն է որոշել եւ ինքը պետք է հիմնավորի, թե ինչու։ Մենք չենք լսել հրապարակային որևէ բացատրություն, որևէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված Կրեմլի այդ այսպես կոչված աշխատանքային այցը եւ մասնակցել այդ բռնապետական, պատկերացնում եք Լուկաշենկո Չինաստանի այդ դիկտատոր եւ չգիտեմ մի քանի այդ ակումբում ինչ ես անում դու էլի օրինակի համար զուտ են հարցերի տեսակետից որ նույնս վերադառնամ Եվրոմիության անդամության գործընթացի մասին օրենք ընդունած պետությունը ինչքանով է հաշվի առնում որ Եվրոմիությունը շարունակում է պատժամիջոցներ կիրառել այն ռեժիմի դեմ իր Ուկրաինայի դեմ ագրեսիայի հիմք պատճառով եւ դու ինչով ես դրանց բացատրելու քո այցը կամ մասնակցություն այդ տոնակատարությանը այսինքն ինչքանով է տրամաբանական այս երկու գործընթացների համատեղումը ռիսկերի կառավարման տեսակետից անպայման չի լինի ռիսկերի կառավարումը պետք չի լինել Կրեմլում հենց այնտեղ եւ քո ֆիզիկական մասնակցություն ունենալ, որտեղ բովանդակային տեսակետից այնտեղ մասնակցելու որևիցե բան չկա, այդտեղ թվաքանակ է, հասկանում եք, Պուտինը թվաքանակ է հավաքում։ Թվաքանակ է հավաքում, ցույց տալու, որ ինքը իզգոյ չի, ինքը մեկուսացված չէ, չնայած ինքը արդեն իսկ մեկուսացված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Անկամ Ալիևի կողմից փաստորեն մենք պատկերացնում եք Դե Ալիևը ինքը ոչ թե Ալիևն է գնում, այլ զորախումբն է ուղարկում, որպեսզի շքերթով անցնեն կարմիր հրապարակով։ Այսինքն Ալիևը ցույց է տալիս ընդամենը իր ռազմական ուժի, հա, փաստը մասնակցելով այդ միջոցառման, այսինքն ինքը այն շքերթը, որ կարող էր անել Բաքվում ցույց է տալիս, որ շքերթը կարող է նաև, այսինքն մասնակցել իր հանձինը զինված ուժերի իր հիմնական փաստարկներ ներկայացնում։ Գիտեք, մի բան է Հնդկաստան, մի բան է Չինաստան, որոնք հզոր պետություններ են։ Եվ այնտեղ կարող են որոշակի հարցերում նույնիսկ Պուտինից ինչ որ հարցեր, հա, կամ ռեսուրսներ կորզել, որտեղ Ռուսաստանը հիմա պատրաստ է ամեն ինչ տա, միայն թե բանը իրեն ինչպես ասեցի զգոյ չզգա, բայց Հայաստանը ինչ ունի տալու, որպեսզի կամ բանանի, որ իզգոյ չզգա, ընդհակառակը ինքը Հայաստանի պարագայում ընդամենը գլխաքանակի մասին է եւ ասել, որ Մոսկվա կամ Կրեմլ գնալով էներգետիկ կախվածության խնդիր հալուցվելու կամ Կրեմլի կողմից Հայաստանում ներքաղաքական իրադարձություններում իր պրոքսիների միջոցով ապակայունացնող գործընթացը դադարելու է ոչ, այն ինչ որ մենք տեսնում ենք թե ինչ է անում այդ ռեժիմը Ուկրաինայում, նաև հենց Ռուսաստանում օրերս չէ տարածվեց տեսանյութ թե այդ նացիոնալիստական այդ ծայրահեղական խմբավորումները ինչպես են իրենց դրսևորում, ինչպես է նաև պաշտոնական, հա, իրանց իրավապահ մարմինները ինչպես են միգրանտների նկատմամբ վերաբերվում, չէ, վերջին հաշվով։ Այսինքն այդ ռեժիմը եւ Հայաստանի պաշտոնական այդ ձգտումները ժողովրդավարության եւ Եվրոմիության հետ բովանդակությամբ անհամատեղելի են։ Այդտեղ Չինաստանը կարող է որոշակի ընդհանրություն ունենալ, հա, չնայած ինքը նաև իր տնտեսական եւ քաղաքական շահերն է հետապնդում, բայց Հայաստանը Կրեմլում որևէ քաղաքական շահ չի կարող հետապնդել եւ այնպիսի չկա որևէ այդպիսի քաղաքական շահ, որի համար արժեր գնալ այնտեղ եւ ավելի շատ կորցնել, քան թե դու ձեռք ես բերում, որտեղ դու կարող ես գտնվել Երևանում եւ այդ նույն ռիսկերի կառավարման խնդիրը Երևանում գտնվելով լուծել, եթե կա հնարավորություն, պետք չէ գնալ ռուսական ցարի մոտ եւ չգիտեմ նստել նրանց կողքին կամ կանգնել, այո, մենք արդեն կադրերը տեսել ենք, թե ինչ կադրեր են տարածվել համացանցում։ Պարոն Սաքունց, ամեն դեպքում ես ուզում եմ հարցնել հետեւյալը. խորհրդարանական երկրում, երբ խորհրդարանի ղեկավարը հայտարարում է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի դեմ, երկրորդ նախագահն էլ սպասարկում է, ըստ էության Ալեն Սիմոնյանն ասում է իր անձնական կարծիքով ռուսական շպիոն է, այդ բառը իհարկե շատ կոպիտ է
է հնչում, բայց հիմա նորմալ ժողովրդավարական երկրում այս մակարդակով, այս բովանդակությամբ արված հայտարարությունները ինչ գործողություններ պետք է ենթադրեին։ Եվ եթե մենք չենք տեսնում, մենք ինչ եզրահանգումներ անենք։ Պատասխանատու, հաշվետու իշխանությունը ժողովրդավարական պետություններում պետք է խոսույթները հիմնված լինեն փաստերի վրա։ Այդ փաստերը արձանագրող իրավապահ մարմիններ են նման տիպի գնահատականների պարագայում եւ դատարանն։ Այսինքն, եթե չկա որևէ մի փաստ, չկա գետ մի փաստ ամբողջ 30 տարվա ընթացքում, նաեւ 2018 թվականից մինչ օրս Հայաստանում ռուսական որևէ լրտեսի գործունեությունը արձանագրելու, չգիտեմ, անթույլատրելի համարելու եւ այլն վերաբերյալ չկա, չունենք քրեական գործ, ու ընդհանրենք ասենք թե ինչ որ մեկը Պողոսովը կամ չգիտեմ Իվան Իվանովը լրտեսական գործողություն է իրականացրել Հայաստանում ընդդեմ Հայաստանի անվտանգության կամ տվյալների հավաքագրել տեղեկություն եւ այլն, եւ դա քրեական պատասխանատվություն է ենթարկում։ Կամ չկա այնպիսի դատական ակտ, որ ասենք թե կամ որոշում, որ ենթադրենք որևէ քաղաքական ուժ կամ գործիչներ դրանք որակվում որպես ահաբեկչական, ինչպես ասենք այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը Գերմանիայում որակվեց որպես ահաբեկչական, ծայրահեղական, կամ Ֆրանսիայում Մարի Լի Պենին արգելվեց ընդհանրապես ընտրություններին մասնակցել եւ իր կուսակցությունն էլ բավական լուրջ խնդիրներ ունի։ Հայաստան չկա, եւ որ չկա նման խոսույթներ ուղղակի անհասկանալի է, երբ որ շարունակաբար քաղաքական ուրեմն բանավեճի ընթացքում օգտագործում են արգումենտներ, որոնք հիմնված չեն, նորից կրկնեմ, փաստերի վրա։ Դա ընդամենը որակումներ եւ այս պարագայում ուղղակի նույնպես շատ տեղին է հիշատակում, երբ որ պետության ըստ էության parlamenti ղեկավարը նման խոսույթ է օգտագործում, բայց դեպքում դու ինչ ես անում Կրեմլում։